Շարունակում է առավոտ լուսոն ու եւս մեկ անգամ սիրելի հեռուստատողներ ուզում ենք հիշեցնել, որ հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Եվ մեր տաղավարում է, ինչպես հաղորդման ամենասկզբում նշեցինք, մեր հերոս տղերքից Հայկ Աղաջանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս Հայկ։ Հայկ ջան, մենք շատ ուրախ ենք, որովհետև այո, քեզ տեսել ես այստեղ տաղավարում, հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ այսօր պատերազմական գործողությունների ընթացքում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսացած հայրենիների հիշատակի օրն է, բայց մենք ուզում ենք առիթ օգտագործել ու քեզ մեր արդեն մեծ հետ ապրող հերոս տղերքին մեր տաղավարում տեսնել, նրանց ողջունել ու գիտես ինչն է ամենակարևորը, որ եւս մի անգամ վայելել նաեւ նրանց ժպիտը, որը շատ խոսուն է, որը շատ կարևոր է ու դա մեզ էներգիա է տալիս պարզապես շատ ավելի առողջ տեսանկյունից նայելու այս թեմային ու ավելի անմիջական, ավելի հզոր տրամադրությամբ ունենալ հարցազրույց։ Իսկ համամիտ ես։ Միանշանակ ու շնորհակալություն, որ մեր տաղավարում ես։ Ես եմ շնորհակալ։ Առաջարկում զրույցը սկսենք այնտեղից, թե ինչպիսին էին հայրենիք եւ բանակ հասկացությունները մինչեւ ծառայություն մեկնելուց առաջ եւ հետո արդեն ծառայության ընթացքում։ Նախ կուզեմ ասեմ, որ ինձ համար շատ մեծ պատիվ է, որ այս պատասխանատու օրով այսօր ես այստեղ նստած եմ։ Մինչև ծառայության մեկնելը հայրենիքը ինձ համար գաղափար էր։ Այսինքն հող, ջուր, դրոշ, զինանշան, հա։ Իսկ բանակը համակարգ, կարելի է ասել, որտեղ որ պետք է գնալ եւ մեր պարտքը կատարել, այսպես ասած։ Իսկ պատերազմական գործողություններից հետո վստահ եմ բոլորիս տրամաբանությունը նույնիսկ փոխվեց հայրենիք կոչվածի հետ, հա, այսպես ասած, որովհետև հայրենիքը դարձավ ավելի ծանր կշիռ բոլորիս համար, դարձավ ընտանիքը եւ որը որ պետք է արժանապատվորեն պահել եւ պաշտպանել։ Մենք գիտենք, որ անկախ են հանգամանքից քո զինակից ընկերներից այսօր ովքեր են քո կողքին եւ ովքեր են հիմա երկնային բանակում, բայց ամեն դեպքում թույլ տուրես հարցը տանք, հա, ծառայության ընթացքում ամեն դեպքում այդ տարիները քեզնից ընկերներ խլեց, թե ամեն դեպքում տվել է քեզ ընկերներ ու ոնց ես դու համեմատում ամեն դեպքում երբ խլվել են ընկերները, բայց այն ընկերները ովքեր գուցե թվով քիչ են, բայց դա մի այլ ընկերություն է, որ կարծում եմ հենց հիմա դու բնութագրես։ Իհարկե պատերազմը եւ խլեց եւ տվեց ընկերներ, ում հետ հարաբերությունները, ում հետ շփումը որևիցե բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ հարաբերություններ են դրանք եւ իհարկե խլեցին ընկերներ, գնացին ընկերներ շատ, ես վստահ եմ, որ նրանց հոգին հիմա փառավորվում է երկնքում։ Չեմ կարող ասել խլեց թե տվեց, որովհետև երբ որ ընկերս կորցնում արդեն այդ հաշվարկը չես կարողանում հաշվարկել տվել են, թե խլել են։ Ամեն դեպքում նրանք կան ու հավերժ են, որպես զինակից նրանք կան եւ մենք պետք է արժանապատիվ կյանք ապրենք նրանց փոխարեն։ Հայկ, վստահ ենք, որ հոգին ջերմացնող պատմություններ եւս շատ ունես ու կապված մարտական ընկերներիդ հետ։ Արի փորձենք հիշենք մի քանիսը գոնե դրանց։ Ես շատ կուզեմ, որ դրական նոտայի վրա լինի ամեն դեպքում մեր զրույցը։ Հոգին ջերմացնող, այսպես ասած, պատմությունները ավելի շատ վերականգնողական փուլում են եղել։ Ես մի ընկեր անձամբ իմ դեպքը որ եղել է, մի ընկեր կորցրել եմ այնտեղ եւ մի ընկերոջս հետ կյանքի ու ավանկռիվ տվեցինք ու երբ որ արդեն հասանք հիվանդանոց, այսպես ասած, առաջի բուժօգնության, մենք ոչ ես չիմացա իր մասին, ինքը չիմացավ իմ մասին, թե ով ուր գնաց, այսպես ասած, որովհետև շատ վատ վիճակում էինք էլի, այսպես ասած։ Ու իհարկե պատահական բաներ չեն լինում կյանքում, բայց շատ պատահական մենք նույն վերականգնողական կենտրոնում հայտնվեցինք ու իմ համար շատ ջերմացնող էր այդ փաստը, հիշում եմ, ամենաառաջին այդ ծանր ու դժգույն էմոցիաներից հետո ամենահաճելի էմոցիան իմ համար ջերմ էմոցիան դա այն էր, որ աչքերս բացեցի այդ երկար ու ծանր վիրահատությունից ու տեսնում եմ ընկերոջս, ում հետ մենք ասենք մեկ օր առաջ իրոք այնպիսի մի պատմություն ենք անցել, որ հավերժ հիշվելու է, մենք պատմելու ենք մեր երեխաներին, մեր թոռներին ու շատ ջերմացնող էր իրոք այդ փաստը։ Ես մի պալատում էի, իմ ընկերս մյուս պալատում էր ու մենք փորձում էինք այնպես կազմակերպել մեր օրը առաջին իսկ վարքյանից, որ
բոլոր տղաների հետ մենք ունենանք ջերմ հարաբերություններ, բոլորի տրամադրությունը ոնց որ պատասխանատվություն վերցրած լինեինք, որ բոլորը վստահ եմ կփաստեն, թե բժիշկները, թե այն վիրավոր ընկերները, ում հետ որ մենք այդ ընթացքում վերականգնվել ենք, որ մենք ամեն ինչ անում էինք, որ բոլորիս տրամադրությունը ամենաբարձր վիճակում լինի, էլի, այսպես ասած, չգիտեմ։ Ամենայն դեպս վերականգնողական փուլում են ավելի ջերմացնող հիշողությունները, քան պատերազմի դաշտում։ Քիչ առաջ դու քո խոսքում էլ նշեցիր, որ զինակից ու մարտական ընկերոջ հետ հարաբերությունը չես կարող լիարժեք ինչ-որ բառով նկարագրել, որովհետև սանդղակահարթությունը մի քիչ շատ ավելի վերև է։ Արիկ, տես ինչի մասին խոսենք, դու քիչ թե շատ ճանաչելով քեզ ու քո տեսակը, համենայն դեպս բոլորս էլ հասկանում ենք, որ հարթակում դու շատ ընկերասեր ես, շրջապատդ շատ մեծ է, բոլորի հետ փորձում ես անկեղծ ու ջերմ ընկերություն հաստատել, բայց հիմա խոսենք այն հետաքրքիր առանձնահատկության մասին կամ գուցե, չգիտեմ, արդեն ավանդույթ, որ դարձել է քո մարտական ընկերների մեջ, ունեք օրինակ ամսվա կամ տարվա մեջ օրեր, որոնք հատուկ են միայն ձեզ եւ որևէ կերպ այդ օրը փոփոխման ենթակա չէ, իհարկե հա, չհաշված լավ, ֆորս մաժոր այն ինչ որ իրավիճակն է։ Դե իհարկե։ Իհարկե բոլորիս կյանքերը տարբեր են, այսպես ասած, մեր ոչ մեկ չգիտի, այսպես ասած, վաղը ինչ կլինի մեզ հետ։ Ես շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր զինակից մարտական ընկերների հետ, ում հետ ճանապարհ եմ անցել, ում հետ վերականգնվել եմ, հա, բոլորի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ։ Իհարկե հնարավոր է, որ ամեն օր մենք չենք զրուցում իրար հետ կամ ամեն օր չենք տեսնվում, այսպես ասած, կյանքի բերումով, որովհետև արդեն ամենքս ունենք մեր ընտանիքը, ամենքս այսպես ասած մեր առօրյա գործերով ենք եւ ամեն օր հնարավորություն չի լինում տեսնվելու եւ զրուցելու, բայց ամենակարևոր զգացողությունը եւ գիտակցումը դա այն է իմ համար, որ ես վստահ եմ եւ վստահ եմ իրանք էլ, որ մենք գիտենք, որ ամեն վարքյան երբ հնարավոր լինի մենք կարող ենք վերցնել հեռախոսը զանգել իրար եւ դա այնքան ջերմ հիշողություններ մեկս մեկին կփոխանցի, որ դրանք անբացատրելի են։ Տարբեր հնարավոր է որ կյանքը ստիպի, որ մենք տարբեր ճանապարհներով այսպես ասած գնանք, բայց ամենակարևորը դա այն է, երբ մենք պետք է գիտակցենք, թե որտեղից ենք սկսել, իսկ մեր ճանապարհը սկսելը եղել ամենաբարդ կետից, մենք մի կետից ենք սկսել այդ ճանապարհը, դրա համար կարծում եմ դա անբացատրելի է եւ դա շատ մեծ կշիռ ունի, էլի։ Արմատական են տեսակ հարաբերությունները եւ ընկերությունը։ Ինչպիսին էր Հայկ Աղաջանյանը մինչև պատերազմը ու հետո պատերազմից հետո։ Դե նախ են փաստը, որ պատերազմից արդեն անցել է 6 տարի, ես չեմ կարողանում համակերպվել այդ մտքի հետ, ոնց որ որովհետեւ վստահ եմ բոլորիս արեցինք ու անցավ։ Իրոք ոչ մեկս չեն կարող գիտակցել, որովհետեւ իրոք ոնց որ 3 լիներ ու դա ինչի համար եմ նշում, որ 6 տարի անցել է, որ 6 տարվա մեջ էլ ես ավելի կոփվել եմ, այսպես ասած, հոգեբանորեն պատերազմից հետո, մինչև պատերազմը ես ավելի թեթև այսպես ասած, ավելի པարզ մտածելակերպով մի երիտասարդ տղա է, ինչպես ասում են, այո, ինչու ոչ նաև միամիտ, ով որ ուներ իր ցրված երազանքները, այլ ոչ կենտրոնացած երազանքները, եւ նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե ինչ կարա լինի իմ կյանքում, հա, այսպես ասած, մի քանի տարի հետո դրա համար ես պատերազմից հետո իմ բոլոր ընկերներին, բոլոր հարազատներին, եթե այդպես չեն մտածում, իմ կարծիքը չեն կիսում, բոլորին փորձում եմ իմ ոչ թե կարծիքս իրանց վրա փաթաթել, այսպես ասած, այլ ասել, որ իրոք վստահ եք ինձ, այդ կարծիքից վստահ եք, որ պետք է ամեն վարքյան, ամեն օր ապրել ու վայելել ամեն վարքյանը, որովհետև իրոք մենք ոչ մեկս չգիտենք մեր այդ վաղը ինչ կլինի, մի վարքյան հետո թե ինչ կլինի, ոչ մեկս չգիտենք, ու իրոք ամեն վերջի վարքյանը պետք է ապրել վերջի վարքյանի պես, հենց ասեմ, ամեն վարքյանը պետք է ապրել վերջին վարքյանի պես, էլի պետք է վայելել ամեն վարքյանը, որտեղ իրոք չգիտենք ինչ կլինի։ Մարդկանց մոտիվացնող հետաքրքիր ձևակերպում էր սա։ Այո, պետք է վայելել։ Գիտես, պատերազմից հետո երբ ասում էինք, որ պիտի փորձենք ամեն դեպքում յուրաքանչյուրս ունենանք մեր բնականon արդեն կյանքը, ընթացքը, թե անձնական տիրույթում, թե արդեն աշխատավայրում եւ այլն, մեկի մոտ գուցե շատ ռեալ մտածողությամբ դա ստացվում է, մյուսի մոտ բարդ տրվում է այդ զգացողությունը, բայց հետաքրքիր է այս դեպքում լսել ձեր պատմությունը, Հայկ ջան, եւ հասկանալ ինչ կարևոր դրվագ, ինչ կարևոր իրադարձություն, կամ ինչ որ մեկի հայտնվելը գուցե քո կյանքում, մի խոսքով ինչ կարևոր պատճառներ կնշես, որ կամաց արդեն դու կարողացար կառուցես քո բնականon կյանքը։ Դե բնականon կյանքին հետ վերադառնալը
միանգամից չի տրվում։ Այո, մենք ֆիզիկապես հետ ենք գալիս միանգամից, բայց հոգեպես շատ երկար ու ծանր ժամանակահատված է պետք այդ հետ վերադառնալու իրականություն, որտեղ հնարավոր է դու խոսես, հնարավոր է կիսվես, սրտիդ ամենավերջին բառերն էլ օգտագործես, բայց ոչ մեկ քեզ, լսի, փորձի ապրումակցել, բայց չեն կարող հասկանալ այն ինչ որ այնտեղ մենք ապրել ենք, այն ինչ որ այնտեղ զգացել ենք, բայց ինձ շատ օգնեց իմ ընտանիքը, շատ օգնեց, ես հենց պատերազմից հետո անմիջապես գտա իմ երկրորդ կեսին ու հենց պատերազմը դարձավ առանցքային մասա իմ կյանքում, այսպես ասած, շատ կոպիտ է այդ ամեն ինչը հնչում, բայց շատ խորի իմաստ կա, որ չկա չարիք առանց բարիք։ Ես իմ կյանքը դրա ապացույցն է, որովհետև պատերազմից հետո ես գտա իմ երկրորդ կեսին ու դա իմ համար եղավ, այսպես ասած, երկրորդ շնչառություն իմ կյանքում, ես թևեր ստացա, ես իմ կինը իրոք ինձ ամեն ինչով օգնեց, որ ես մի վայրկյան շուտ անցնեմ իմ առօրյային, իմ բնականon առօրյային, այսպես ասած, դե դրանից հետո էլ ծնվեցին լույս աշխարհական իմ երկու հրաշք տղաները ու ես իրոք հիմա այսպես ասած վայելում եմ իմ ամեն վայրկյանը, վայելում եմ իմ ընտանիքին ու իրանք շատ օգնեցին իմ հետ գալուն, այսպես ասած։ Լավ ու հրաշալի է։ Գիտես, պատերազմի ընթացքում դու բազմիցս ապացուցել ես քո հայրենասիրությունը։ Հետաքրքիր է օրինակ, որպես քաղաքացի, ինչ ես կարծում, ինչպես պետք է դրսևորվի յուրաքանչյուրիս հայրենասիրությունը խաղաղ պայմաններում։ Իմ կարծիքով խաղաղ պայմաններում ավելի բարդ հայրենասիրությունը ցույց տալ։ Ես օրինակ միշտ փոքր տարիքից այդ մտածել եմ դրա հետ կապված, որ իրոք ավելի բարդ է, որովհետև պատերազմի ժամանակ, այսինքն բարդ սիտուացիաներում մեր միտքը կարելի ասել ավելի արագ է աշխատում, մենք 10 քայլ ավելի առաջ ենք մտածում եւ հերոսանալու դրվագ կարան շատ լինեն պատերազմի ժամանակ, թեկուզ ակնթարթային լինեն, հա, ու իրոք հերոսական քայլ մենք անենք ու դա անվանակոչվի հայրենասիրություն։ Իսկ խաղաղ պայմաններում հայրենասիրությունը իմ կարծիքով ամեն վայրկյան է, ամեն վայրկյան մենք մեր քայլերով, մեր ապրելակերպով պետք է ապացուցենք մեր հայրենասիրությունը։ Ես օրինակ պատկերացնում հայրենասիրությունը հետեւյալ կերպ, հայրենասիրություն ընկերներիդ հանդեպ, ընկերոջը սիրելը դա իմ համար հայրենասիրություն է, գործիդ լավ վերաբերվելը դա իմ համար հայրենասիրություն է, երկրին լավ վերաբերվելը, փողոցին լավ վերաբերվելը, ծառերին լավ վերաբերվելը դա իմ համար հայրենասիրություն է, այսինքն վստահաբար դա ավելի բարդ է, որովհետև ամեն վայրկյան մենք պետք է պատասխանատվորեն, արժանապատվորեն ապրենք ու նաև ապրել այնպես, որ հետագայում չամոչես նայես երեխաների աչքերին։ Չգիտեմ, այդ ամեն ինչը կարելի է մտցնել հայրենասիրության մեջ եւ իրոք ես կարծում եմ, որ հայրենասիրությունը խաղաղ պայմաններում ավելի բարդ է, քան դժվար պայմաններում։ Այսպես ակամայից հիշեցի հրաշալի ձևակերպումը, որ ասում է ինչ որ լավ բան փոխելու համար մենք բոլորս պիտի սկսենք ինքներս մեզնից, այո։ Գիտես, մեր այսօրվա հարցազրույցի սկզբում նշեցիր, որ դու պատիվ ունես, որ այսօրվա օրով մենք միասին հանդիպել ենք եւ զրուցելու։ Ես էլ կշարունակեմ այդ խոսքերը ասելով, որ մենք էլ պատիվ ունենք, որ ձեր նման սերունդ կա ու այսօր մենք նմանատիպ առիթներ ենք ունենում, հնարավորություններ ենք ունենում ձեր հետ շփվելու, ձեզ հետ խոսելու, ձեզ հետ մի քանի րոպե անցկացնելու։ Եվ եւս մեկ անգամ առիթից օգտվելով մեր բոլոր նահատակված հերոսներին մեր շնորհակալությունն ենք ասում, մեր խոնարհումը բոլորի եւ նաեւ քո օրինակով մյուս մեր հերոս տղաներին ուզում ենք ասել շատ շնորհակալություն, որ դուք կաք ու դուք մեր կողքին ապրում եք։ Ես եմ շնորհակալ շատ լավ խոսքերի համար եւ իրոք պետքա շնորհակալ լինել բոլոր մեր նահատակ ընկերներին։ Ես վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ նրանց հոգին փառավորվում է երկնքում, շնորհակալություն պետք է հայտնել եւ խոնարհվել նրանց ծնողների առջեւ եւ մենք պետք է բոլորս մեր կյանքը այնպես ապրենք, որ նրանց բոլորի, այսպես ասած, տեղը հանենք, հա, ինչպես ասում են, նրանց փոխարեն էլ մենք պետք է ապրենք, այնպես որ պետքա ամենայն պատասխանատվությամբ կյանքը ապրենք, վարպանք նրանց հիշատակը, ամեն պատե առիթները օգտագործելով պետք է հնչեցնենք նրանց սախրագործությունների մասին, նրանց անունների մասին, նրանց թողած հետքի մասին, դա ուղղակի մեր յուրաքանչյուրի պարտքն է։ Այո, համաձայն եմ։
Ուրախ ենք շատ մի կարևոր փաստի համար եւս, որովհետեւ այո, այս ժամանակահատվածում, երբ ապրեցինք մենք բոլորս, ամեն դեպքում եղան անհատականություններ, որոնք իրենց տեսակով եղան թելադրող։ Այս դեպքում Հայկ ջան, պիտի ուրախություն մեզ նշեմ, որ շատ ուրախ եմ, որ քո զինակից ու մարտական ընկերների շրջանում, քո ընտանիքում եւ առհասարակ քո ընկերական շրջապատում, որպես այդպեսին ունես լավ ուժ, ունես լավ էներգիա եւ գիտակցում ես շատ կարևոր մի բան, որ ունես ուժ ինչ-որ բան փոխելու, բայց եթե ինչ-որ մի բան անհնար է փոխել, պետք է ունենալ համբերության գիտակցումը, ինչը այս պահին կարծում եմ բոլորիս պետք է տրված լինի։ Այո։ Շատ շնորհակալություն, Ես եմ շնորհակալություն նաև մեր հեռուստատողներին, մենք այս պահին միասին պետք է արդեն նրանց ասենք ստեցություն, շնորհակալություն, որ մեզ հետ եք ելիներս, ավաղ մեր ժամը մոտեցավ ավարտին։